Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի սեպտեմբեր ամսվա տարրո կանխատեսումը առյուծ նշանի համար։ Սիրելի առյուծներ, հինգական քարտով ամսվա կարևոր իրադարձություններն ենք նայելու, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլորը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ այս տարրո կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարրո կանխատեսում, անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել ինստագրամյան էջում անձնական նամակով, կոնսուլտացիան օնլայն է։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ դժգոհությամբ գուցե, ինչ-որ բան ձեր ուզածով չի լինի, ինչ-որ բան գուցե իմանաք, գուցե նորություն դա լինի, ինչը ձեզ կխոցի գուցե, կամ գուցե ինչ-որ լեզվակռիվ լինի, որի արդյունքում դուք նեղսրտեք, գուցե ինչ-որ մեկը ձեզ նեղացնի, նման ինչ-որ իրավիճակներ կարող են լինել։ Որևէ երազանք ձեր կկատարվի այս ամսվա ընթացքում, հատկապես եթե ինչ-որ երազանք ունեիք պահած հենց այս ամսվա վերաբերյալ, կամ գուցե շատերը հասկանան ինչ են ուզում, կամ հասկանան, թե ինչպես կարելի է հասնել իրենց երազանքին, կարծես այդ ելքը կգտնեք, թե ինչպես հասնեք ձեր երազանքին։ Եթե ցանկանում եք հայտնիություն ունենալ, ապա այդ հայտնիությունը ձեռք կբերեք։ Ինչ-որ մի բան ձեր կյանքում հաջողությամբ ավարտ կունենա։ Թե ամեն մեկը մի ոլորտում, մի ձևով սա կզգա, բայց ամենայն դեպս ինչ-որ հաջողությամբ ավարտ կտեսնեք, գուցե ընտանիքում ինչ-որ առիթ ունենաք, տոնեք, գուցե տեղափոխվեք նոր բնակարան, գուցե անշարժ գույք ձեռք բերեք կամ վաճառեք, դա եւս ավարտ է համարվում, հաջողության ավարտի մասին է խոսքը։ Ավելի շատ այս քարտը ընտանեկան հաջողության մասին է ասում։ Գործերը շատ կլինեն, ծանրաբեռնված կլինեք ամսվա ընթացքում, գուցե գլխացավեր ունենաք, հոգնածություն ունենաք, ինչ-որ իրավիճակ կստեղծվի ձեր կյանքում, որտեղից դուք հաղթանակած դուրս կգաք։ Սա եւս ամեն մեկը մի ձևով կզգա, բայց որ այդ հաղթանակը կլինի ձեզ համար, դա հաստատ։ Մեկի մոտ գուցե աշխատանքում պայմանավորված լինի հաղթանակով, գուցե հենց ձեզ ընտրեն կամ պաշտոնի բարձրացում ունենաք, գուցե դատական գործընթաց կար, այդտեղ ունենաք հաղթանակ, կամ հաղթանակ կարող է համարվել այստեղ, օրինակ ինչ-որ բան եք գուցե ցանկանում գնեք, ձեզ մոտ հաջողվի բավականին մատչելի գնով ձեռք բերել, դա եւս համարվում է հաղթանակ, ինչ-որ միտեղից հաղթանակով, այսպես դրական ինչ-որ լուծումով դուրս կգաք, ելք կունենաք դրական։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը ունենալու ենք ամսի 7-ին լիալուսին, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, այստեղ այսօրը քանի որ խավարում է լինելու, ավելի լայն կզգանք այս խավարման ազդեցությունը, այս ժամանակահատվածում շատերը կունենան լեզվակռիվ գուցե, կամ ինչ-որ մի իրավիճակ կստեղծվի ձեզ համար, որը ձեզ վաղ գուցե ներշնչի, ինչ-որ անսպասելի իրավիճակ կլինի, որը ձեզ համար սովոր չի լինի, կարծես ինչ-որ նոր իրավիճակ կլինի, որը պետք կլինի մինչև ընտրություն կատարելը, լավ մտածեք, ծանր ու թեթև անեք։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 21-ին, այսօրը եւս խավարում է լինելու, մի 2 օր առաջ, 2 շաբաթ հետո հաստատ իր ազդեցությունն է ունենալու, երբեմն նաեւ մինչև 3 ամիս առաջ եւ հետո։ Այստեղ սիրելի ընկերներ, շատերը գուցե մեկուսանան, թե ինչով պայմանավորված կլինի այս մեկուսացումը, ամեն մեկը մի ձև կզգա, մեկը գուցե օրինակ մեկնի հանգստանալու, մեկը գուցե անցնի բժշկական հետազոտություն, գուցե բժշկական ինչ-որ կուրս անցնեք, ոմանք գուցե օրինակ որոշեն ինչ-որ հարաբերություններ կար, որոշեք, որ դուրս գաք այդ հարաբերություններից այդպիսով այս մենակությունը լինի, կամ կարող է սա պայմանավորված լինել ինչ-որ բանի հետազոտմամբ, ինչ-որ բանի խորացմամբ, ինչ-որ գիտելիքների խորացմամբ, կամ գուցե օրինակ խորանաք որևէ գիտության մեջ, որևէ մասնագիտության մեջ, նոր մասնագիտացում ձեռք բերեք եւ այլն։ Նման ինչ-որ հարցեր կլինեն։ Այսքանը սիրելի ընկերներ կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։